Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետություն սկզբունքին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում նաև վերահաստատել է, որ իր երկիրը այսուհետ էլ ջանքեր կգործադրի հանուն հարավային Կովկասում կայունության եւ տնտեսական զարգացման։ Թուրքիայի արտգործնախարարն էլ համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ցուցաբերած կամքը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացն ուժեղացրել են տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հույսերը։ Համակարգում ենք Ադրբեջանի հետ աշխատանքները հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ, հավելել է Հաքան Ֆիդանը։ Խոսելով Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններից, Պաշտոնյան տեղեկացրել է, որ տարբեր մակարդակներով երկխոսությունը շարունակվում է։ Ֆիդանի խոսքով Հայաստանը բաց է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Համատեղ աշխատում ենք հստակ քայլերի ուղղությամբ, որոնք կարող են ձեռնարկվել, մանրամասնել է արտգործնախարարը։ Հարավային Կովկասին եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացներին է անդրադարձել Թուրքիայի ազգային ժողովի նախագահը։ Ստամբուլում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ 30 տարվա անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակողել։ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական մանդատը, հավելել է Պաշտոնյան։ Նրա խոսքով լուծարված Մինսկի խումբը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար։ Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ այժմ երկրների միջև կայուն համաձայնագիր կկնքվի եւ տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ կհաստատվի։ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասը մեկնել է Վրաստան։ Նա եկել է քննարկելու, թե ինչպես Վրաստանը կարող է աջակցել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP-ի նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայացած գագաթնաժողովի արդյունքներով, ասված է դեսպանատան հրապարակման մեջ։ Նշվում է, որ Ասկոնասն այցելել է Սադախլոյի սահմանային անցակետ, նաև ունեցել բարձրաստիճան հանդիպումներ։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Իսպանիա այցից հետո նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Կիևի եւ Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումները։ Պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները, մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը վերջ տալու պատերազմին, մանրամասնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով աշխատում են նաև գերիների փոխանակման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Reuters-ը վկայակոչելով թուրքական աղբյուրները գրում է, որ Թուրքիա կմեկնի նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը միանալու Զելենսկու հետ բանակցություններին։ Կրեմլից հայտարարել են, որ ռուս բանակցողները դեռևս չեն մեկնելու Թուրքիա։ Կսպասենք տեղեկությունների, թե ինչ է քննարկվել Ստամբուլում։ Մոսկվան բաց է երկխոսության համար, մեր դիրքորոշումը հայտնի է Վաշինգտոնին, Անկարային եւ Կիևին, հավելել է Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ առաջին տեղակալ Սերգի Կիսլիցան հայտարարել էր, որ այս տարի Ռուսաստանի հետ բանակցությունները գրեթե արդյունք չեն տվել, ուստի այժմ դրանք դադարեցված են։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել կայունացնող միջազգային ուժեր, որոնք կապահովեն Գազայի անվտանգությունը։ Թե որ երկրներն են ներգրավվելու նախաձեռնությանը չի նշվում։ ԱԽ անդամները նաև ողջունում են ԱՄՆ նախագահի վերահսկողության ներքո անցումային վարչակազմ ստեղծելու գաղափարին։ Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցչությունը անհասկանալի եւ ոչ միանշանակ է որակել բանաձևը։ Համասը քննադատել է ԱԽ բանաձևը, պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցիների ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը ողջունել է փաստաթուղթը, նշելով, որ այն կնպաստի խաղաղությանը, քանի որ ենթադրում է Գազայի ապառազմականացում եւ ապառադիկալացում։ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի բարելավել Իսրայելի եւ հարևան երկրների հարաբերությունները։ Նա անդրադարձել է նաեւ տեղեկություններին, որ արևմտյան ափի մոտակայքում գտնվող պաղեստինյան Ալ-Ջաբա գյուղում տասնյակ անհայտ իսրայելցիներ այրել են պաղեստինցիների տներ եւ մեքենաներ։ Նեթանյահուն դատապարտել է տեղի ունեցածը, հավատացրել, որ մեղավորները կպատժվեն, նրանց անվանել ծայրահեղականներ։ ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը։ Դոնալդ Թրամփն ընդգծել է Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքերը դադարեցնելու կարևորությունը, բայց նախ հարկավոր է դիմել կոնգրեսին, հարկավոր է, որ եւ դեմոկրատները եւ հանրապետականները համաձայնեն, սակայն դեմոկրատները մի փոքր խելագար են եւ կարող են դեմ արտահայտվել, պնդել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը սերտորեն գործակցում է Մեքսիկայի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Լրագրող
Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ոչնչացնել նաև իր ձևակերպմամբ Կոլումբիայում գործող կոկաինի գործարանները։ Կոչնչացնեի արդյոք դրանք։ Այո, չեմ ասում, որ կանեմ, բայց հպարտ կլինեի դա անել, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը չի բացառում Վենեսուելայի դեմ գործողություններ անցկացնելու հնարավորությունը։ Նրանք 100,000-ավոր մարդկանց բանտերից ուղարկել են մեր երկիր, այնտեղից թմրանյութերի ահռելի հոսքեր կան, մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել բանակցել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Վերջինս ևս հայտարարել է, որ բաց է Թրամփի հետ երկխոսության համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։